Չկա ավելի մեծ զգացում, երբ գիտակցում ես, որ կարող ես օգտակար լինել որևէ մեկին։ Արարատ Challenge նախաձեռնությունը հենց դրա մասին է վկայում։ Եկեք անտարբեր չլինենք մեզ շրջապատող մարդկանց հանդեպ, միանանք այս գեղեցիկ նախաձեռնությանը եւ աշխարհը ավելի բարի դարձնենք։ Արարատը մայրամուտին, առավոտյան դաշտում գարնանը ազգային պատկերասրահը միացել է Արարատ մարտահրավերին ու իր ֆոնդից դուրս բերել բիբլիական լեռը պատկերող 45 աշխատանք, Բաշինջաղյանից մինչև Ռուբեն Գրիգորյան։ Նուբար Աֆեյանն ասում է, միևնույն վայրում այսքան Արարատի կտավ տեսնելով տպավորություն ունի, թե միաժամանակ մի քանի տասնյակ հայի տանն է գտնվում։ Ես միշտ հետաքրքրված եղել եմ ով մեկ հայով դում որ գնամ, որ ինչ տեսակ Արարատ ունեն իրենց տունը, որ նկար ունեն, որն են հավանում, եւ հոս տեսնում եմ, այսինքն բոլորովին դարբեր կալիբրի նկարներ։ Այցելուներից յուրաքանչյուրը կտավներն ուսումնասիրելիս Արարատի իր պատմությունն է վերհիշում։ Ուղղակի կամ անուղղակի այն դարձել է հավերժության եւ մարդասիրության խորհրդանիշը։ Ռուբեն Վարդանյանն ասում է, 2014-ին որդու հետ Արարատի գագաթն է բարձրացել։ Ցեղասպանությունից փրկված պապին էր խոստացել։ Իսկ հիմա ուրախ է նաեւ, որ իրենց այս մարդասիրական նախաձեռնությանը հարյուրավոր մարդիկ արձագանքեցին։ Չնայած դժվար է եւ շատ դժվարությունների առաջ են գայնած մենք ամեն օրվա կյանքում, մեզ ուժ է տալիս, որ դրանք ավելի ուժեղ, ուրիշին օգնելով միշտ ավելի ուժեղ ես քեզ զգում։ Ուրիշին փորձելով ինչ-որ աջակցել, դու քո մեջ ավելի ուժ ես ստանում քո համար գնաս առաջ։ Ինձ թվում է դա այտենց է, եւ ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որ մեզ միացել են եւ միանում են։ Արարատ մարտահրավերը վերջնաժամկետ չունի, ամեն պահի ցանկացած ոք կարող է միանալ եւ $1 սկսած փորձել օգնել կարիքավորներին։ Միացեք Արարատ Challenge-ին։ Հասմիկ Առաքելյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։